Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 21-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 21-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է այս տղամարդը։ Ձեր ծնողներն են կարծես թե, կամ կմտածեք իրենց մասին։ Այդ օրը նաև գումար կծախսեք, կամ գումար կստանաք և խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, ուշադիր եղեք, գուցե նաև դուք պետք է լինեք խորամանկ, այնտեղ կարող է խորամանկություն անեն նաև գումարի հետ կապված, դրա համար այդտեղ պետք է բավականին շատ ուշադիր լինել, որպեսզի չխաբնվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում միայն։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 21-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Տան անդամ է, ընտանիքի անդամ է, հարազատ մարդ է ձեզ։ Այդ օրը նաև ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ որ մարդիկ կարող են կարևոր բաներ ընտրել, բայց մարդիկ կարող է ուղղակի ինչ կրեն, ինչ հագնեն, հա, այդպես ինչ բիժուտերիա օգտագործեն։ Կամ այստեղ սիրային թեման կարող է լինել, հա, գնաք հանդիպման, թե ոչ։ Նաև այդ օրը ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք, ձեզ սիրված կզգաք, շրջապատում շատ սեր կլինի, նաև այստեղ ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք եւ ինչ որ մի բան տեղի կունենա, որ շատ ուրախ կլինեք, սիրտը ուրախ կլինի այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 21-ին։ Այդ օրը ինչ-որ մեկը ձեզ կաջակցի, կօգնի, ինչ-որ հարցում, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին, և նաև սա ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որ այդպես կամ հաղթանդամ է, կամ պետական աշխատող։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, նաև ոմանք այցելեն իրենց ծնողներին, ոմանք տատի, պապի, այդպես, ոմանք էլ նաև գնան վարսահարդարման սրահ կամ բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 21-ին։ Այսպես թե այնպես սա դուրս պետք է գար, ինչ-որ մեկը ձեզ կարևոր նամակ է երևի ուղարկելու, այդպես ոգևորված կամ փաստաթուղթ է, որը շտապում է, որ գա ձեզ մոտ։ Նաև այդ օրը դա ծրար է, որ կարող գումար եք դնում ներսում և տալիս եք օրինակ հարսանեկան որպես նվեր կամ նշանադրության համար։ Նաև ցուցակ է, որ կկազմեք այդ օրը։ Մի փոքր խորամանկ կամ դուք եք լինելու կամ դիմացինը, նաև խաբեություն է սա, ուշադիր եղեք։ Տան մեջ սա առիթ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք, կամ նաև տեղափոխություն է, ուբոր կա, տան մաքրում, այդպես, ինչ-որ կարևոր գործեր տան հետ կապված, միգուցե առիթ է նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 21-ին։ Տան հետ կապված որևիցե հարցեր են, որոնք որ պետք է անեք այդ օրը, միգուցե առիթ է, միգուցե տուն եք մաքրում այստեղ, ինչ-որ բաներ եք անում, դուրս նետում։ Նաև վերանորոգում դա կարող է լինել, տեղափոխություն և այլն, յուրաքանչյուր բան
տան հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված, այստեղ եւս ուշադիր եղեք, որ չվիճեք։ Կարող է վիճեք նաեւ։ Գուցե ինչ-որ նամակի պատճառով, ինչ-որ մեկը գրել է, ուշ եք պատասխանել, կամ դուք եք գրել դիմացինը ուշ պատասխանել, դրա հետ կապված կարող է լինել վեճը։ Ցուցակ եք կազմել, որ դիմացինին դուր չի գալիս, արժեքի պահով, ծախսերի պահով։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 21-ին։ Նամակագրական կապ է, որից է մարդկանց հետ, փաստաթուղթ է, որ կարող եք ստանալ, ուղարկել, լրացնել, ցուցակ կազմել, ծրար է, որի մեջ գումար կարող եք դնել եւ ինչ-որ եթե տեղ եք գնում, տանեք։ Այդ օրը նաեւ պետք է իմաստուն լինեք, ինչ-որ գործեր անեք, նաեւ օձեր կան ձեր շրջապատում, դա վատ վերաբերմունք է, նախանձ է, օծություն է, եւ ինչ-որ մի բան է ձեր կյանքից գնալու նորին տեղ բացելու համար։ Ինչ-որ մի բան է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 21-ին։ Այդ օրը փոփոխություն է մտնում ձեր կյանք, գլոբալ փոփոխություն է, ոմանց համար տան տեղափոխություն է, քաղաքի, երկրի, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, դա կարող է լինել երկար ճանապարհ է, որ այստեղ կգնաք։ Այդ օրը ոմանք կլինեն շատ ճանապարհներին, այս այն կողմ կգնաք եւ այդ տեղափոխությունը եւս այմս քարտում է երևում եւ ձեր գործերը առաջ կմղեք այն գործերը, որոնք մնացել էին, բայց մի փոքր դանդաղ են կարող է գնալ առաջ։ Ոմանք այդ օրը կայցելեն իրենց ծնողներին, տատի պապիներին, նաեւ գեղեցկության սրահ կամ նաեւ բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 21-ին։ Այդ օրը շատ աշխատանք ունենաք, հնարավոր է ընդունվում եք նաև աշխատանքի, աշխատանքը կարող է լինել հասարակական, շատ մարդկանց մեջ կամ ելույթ ունենաք, խոսեք կամ այդպես որոշեք սոցհարթակով ինչ-որ մի բան անել, աշխատել։ Առաջ խաղացում է սա նաև, գնալ հարցազրույցի, ոմանք այդ օրը ռեստորան, դա կարող է լինել, նաև գնում եք ռեստորան, այնտեղ առիթի, հարսանիք, ծնունդ եւ այլն։ Եվ հասարակական կյանքն է դա նաև կարող եք այցելել, որից է թատրոն, կինո, որտեղ որ շատ մարդիկ կան եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 21-ին։ Այդ օրը ինչ-որ բան է կայունանալու ձեզ մոտ, ինչ-որ բան է նորմալանալու ձեզ մոտ, կարգավորվելու, նաև ոմանք առիթ ունեն, ոմանք հասարակական ոչ է գործունեություն, կարող է այնտեղ ելույթ եք ունենում, որպես աստղ դուրս եք գալիս մարդկանց միջև եւ ոնց որ ասում են ձեր աստղային ժամն է լինելու եւ կարող եք երևալ մարդկանց։ Նաեւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաեւ դա վերաբերվում է օտարերկրից ինչ-որ մեկը կա, մեկի մասին կարող եք տեղեկատվություն լսել, գա այդ առիթին, միգուցե կամ ինչ-որ մեկը գնում է օտարերկիր, առիթ են կազմակերպել, որպեսզի հրաժեշտ տաք հարազատներին եւ կամ իրենք հրաժեշտ տան հարազատներին եւ նաեւ ճակատագրական ոչ է պահել, ոչ է քայլել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 21-ին։
Բավականին էմոցիոնալ կլինեք, ոյ, անգամ էմոցիաները դուրս են գալիս, բորբոքվում եք, գորգռում եք, հետո կարգավորվում է, այստեղ, բայց սկզբում գորգռում եք։ Դա նաև ժամադրություն է, ռոմանտիկ, նաև ինչ-որ բաները գաղտնի է ձեզ մոտ մնում, չի բացահայտվում, ոնց որ փակ է։ Նաև հանդիպում շփում ձեր մայրիկի հետ։ Տեսնենք ինչու է գորգռում։ Դե ես միգուցե անհանգստանում եք ավելի շատ ոչ թե գորգռում եք։ Եթե գորգռակ ապա օտար երկրի հետ կապված հարցերի շուրջ կարող եք գորգռալ կամ այնտեղի ապրող մարդկանց հետ կապված։ Եվ պետք է ուշադիր լինել, որովհետև այդ գորգռոցը կարող է լինել ճակատագրական քայլ ձեզ համար։ Եվ հետո ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, միանգամից փոխվում է տրամադրությունը, դառնում եք ավելի հանգիստ համեստ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 21-ին։ Այդ օրը առիթ ունեք ծնունդ, կնունկ, հարսանիք եւ այլն, նաեւ հասարակական կյանքն է, որ կամ կսկսեք զբաղվել, կամ ավելի շատ կլինեք մարդկանց միջև այդ օրը, որ դրսում կարող ինչ-որ մի միջոցառում է եւ գնում եք։ Նաեւ այդ օրը ոմանք կայցելեն իրենց ծնողներին, տատի պապի, նաեւ գեղեցկության սրահ, նաեւ ոչ է բժշկական կենտրոն։ Եվ ձեզ մոտ ոչ է ոլորտ կայունանում է, նորմալանում է, միգուցե առողջության հետ է կապված այստեղ, որ ամեն ինչ կարգավորվում է, թե ոչ, ապա մեկ այլ ոլորտ է, որը կաղում է, լավ չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 21-ին։ Այդ օրը ոմանց մոտ այստեղ գաղտնիք է բացահայտվում, գաղտնիք կիմանաք, ոմանք ուսմամբ կզբաղվենք, սովորեն, ոմանք էլ իրենց կյանքի էջը կփոխեն, բայց պետք է մի քիչ խորամանկ լինեք փոխելու համար, որ կարողանաք արագ կողմնորոշվել ինչ անել, ինչպես անել։ Նաև ձեր շրջապատում կարող են խաբեբա մարդիկ լինել, հատկապես գումարի հետ կապված, մի փոքր ուշադիր եղեք։ Նաև դուք պետք է լինեք կամ խորամանկ, այստեղ գումար վաստակելու համար, կամ ձեր գումարները ի վերջո ստանալու համար, այդպես։ Եվ դե ոմանք գումար կստանան, գումար կծախսեն նաև այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։